Շնորհակալ եմ Տիկին նախարար ձեր զեկույցի համար։ Ես իսկապես արմատական փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանական համակարգում, լիովին կազմավորվեց բարեկային ծառայությունը, ձևավորման փուլում են գտնվում նաև համայնքային և քրեական ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկանական գվարդիայի ձևավորման ուղղությամբ են աշխատանքներ տարվելու, բայց կարծես այս ամբողջի համատեքստում փրկարար ծառայությունը մի տեսակ երկրորդ պլան է մղվել եւ դուք էլ ձեր խոսքում զեկույցում նշեցիք, որ 2025 թվականը փրկարար ծառայության համար մոդեռնիզացիայի տարի է սպասվում եւ ուզում եմ մի փոքր մանրամասնեք ինստիտուցիոնալ առումով թե նյութատեխնիկական առումով նոր փոփոխությունների սպասենք։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, իրականում ես չէի ասի երկրորդ պլանն է մղվել, բայց խնդիրը հետևյալն է։ Քանի որ մենք նախարարության մի միասնական տանիքի ներքո ծառայությունները ամփոփելու տրամաբանությունը կառուցել էինք այնպես, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարումը լինի մեկ կետից, մեկ քաղաքականություն մշակողի, այսպես ասեմ, թելադրած, սկզբունքներով, մենք պիտի ավարտեինք առնվազն մեր պատկերացումները ոստիկանական համակարգի մասով, որպեսզի փոխլրացնող էֆեկտով փրկարար ծառայության բարեփոխումները գային լրացնելու միմյանց, փոխլրացնելու միմյանց, որովհետև նախարարության ձևավորման տրամաբանության մեջ այս երկու ծառայությունների նաև ամփոփումը մի տանիքի ներքո այն տրամաբանություն էր, որ թե գիտելիքների, թե նյութատեխնիկական հագեցվածության առումով պիտի փոխլրացնող արձագանք կարողանայինք ապահովել պրակտիկայում։ 2025-ը այո լինելու է մոդեռնիզացման տարի երկու առումներով էլ, այսինքն թե ինստիտուցիոնալ կառուցվածքային առումով, գործառութային առումով եւ թե նաև նյութատեխնիկական առումով։ Մենք արդեն իսկ մշակել ենք փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը, որն առաջիկայում կառավարությունում կդիտարկենք եւ հաստատման պարագայում կգնանք առաջ, հետեւողականորեն կենսագործելով դա։ Իրականում փրկարար ծառայությունը, քանի որ տարիներ շարունակ տարբեր կառուցվածքային տրամաբանությամբ է գործել պետական կառավարման համակարգում, մենք նկատում ենք, որ փրկարար ծառայությունում ամփոփված են որոշակի դրվագներ, որոնք բնորոշ են նախարարությանը, որոշակի դրվագներ, որոնք բնորոշ են օրինակ մասնավոր տարբեր կառույցներին, եւ որոշակի դրվագներ, որոնք տիպիկ փրկարար ծառայությանը բնորոշ գործառույթներ են։ Մենք պիտի զտենք այս բոլոր բաղադրիչները, հասկանանք, թե որ գործառույթներն են տեղափոխվում նախարարություն, որ գործառույթներն են տեղափոխվում ներքին գործերի նախարարության կրթահամալիր, որ հատվածն է արտապատվիրակվում մասնավոր ընկերությանը եւ նախարարությունը դառնում է այստեղ կանոններ գրողը եւ կանոններ թելադրողը եւ դրանց վերահսկողություն իրականացնողը, իսկ մնացյալ դեպքերում արդեն ֆունկցիոնալը կմնա փրկարար ծառայության ներսում։ Կուներանք ավելի օպտիմալ կառուցված, կասեմ, որ ճգնաժամային կառավարման կենտրոնը 911-ը եւս տեղափոխվելու է նախարարության տիրույթ, այսինքն մենք առաջիկա ժամանակահատվածում այլևս չենք ունենա երկու տարբեր համաներ սպասարկող մեր քաղաքացիներին եւ նախարարությունում կգործի մեկ միասնական գրասենյակ նախնական 112 տրամաբանության մեջ, որը որ քաղաքացիների զանգը կսպասարկի եւ կհասկանա, կա կարիք երկու ծառայությունների մատուցման, թե օրինակ կա կարիք փրկարար ծառայության կամ միայն ոստիկանության մատուցման։ Առաջիկայում պլանավորումը կունենանք, այսօր նաեւ բացված շենքում ունենք բավական լավ հագեցվածություն, միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան հագեցվածություն եւ կարծում եմ, որ սա նաեւ կնպաստի ավելի արագացնելու մեր process-ները, իսկ նյութատեխնիկական առումով բնականաբար հագեցվածության հարց ունենք, կառավարությունը երկու խոշոր ներդրումային ծրագիր է հաստատել փրկարար ծառայության մասով, որոնք պիտի այս եւ հաջորդ տարվա կտրվածքով իրականացնենք, կթարմացնենք նյութատեխնիկական բազան, բայց զուգահեռաբար նաեւ միջազգային գործընկերներից եւս նախնական համաձայնություն ունենք շուրջ 10 նաեւ հրշեջ փրկարարական մեքենա գնելու եւ տրամադրելու ծառայությանը։